Խնդրեմ, Տիկին Ջուլակյան։ Շնորհակալ եմ։ Պարոն Մինասյան, ասում եք չեք ուզում ստեղծել, տենց էլ ասեք։ Ասենք խմբակցության ղեկավար օրեր առաջ ասել է, հա, նոր չպիտի ասենք։ Այսինքն դա արդեն իսկ ասվել է, բայց հիմա քննարկում ենք մնացածը, հա։ Հիմա ինձ համար էթիկայի հանձնաժողովի ստեղծման եւ առավելևս եզրակացություն տալու անհրաժեշտություն չկա, որ ես ասեմ կա այդտեղ էթիկայի նորմերի խախտում, թե ոչ։ Ես կարծում եմ, որ կա էթիկայի նորմերի խախտում եւ ես այդ մասին նաեւ պարոն Քոչարյանին ասել եմ։ Միաժամանակ երկու դրույթ եք մեջ բերում, որպես նորմերի խախտում, հա, երկրորդի հետ համաձայն եմ, այո, հարգալից վերաբերմունք չի դրսևորել պարոն Քոչարյանը, առաջինի հետ համաձայն չեմ, որ խախտվել են բարոյական նորմեր եւ այլն, որովհետեւ ես պարոն Քոչարյանի ասածը այնպես չեմ ընկալել, ինչպես ընկալել եք դուք։ Եթե ես ընկալեի այդպես, ապա իմ գնահատականը շատ ավելի կոշտ կլիներ, քան այն, ինչ եղել է։ Ես ասեմ, թե ինչ եմ ասել պարոն Քոչարյանին։ Երբ մի մարդ կատարում է անթույլատրելի հայտարարություն, անթույլատրելի վարք է դրսևորում, հիմարություն է ասում, դա կրկնելը լավ գաղափար չէ։ Եվ ես դա եւս մեկ անգամ վերահաստատում եմ։ Եվ ինչպես իմ վերաբերմունքը այս դեպքում է վատը եղել, այնպես եւ նախորդ դեպքում, երբ մեր նույն լրագրողին նույն ձևակերպումը արվել է, հիմա իհարկե ինչ որ սատանաների որսի շրջանակներում է դա ներկայացվում եւ այլն, նույն կերպ ես նախորդ դա լսելիս պարոն Բագրատ Գալստանյանի այդ խոսքը լսելիս է, որ ճիշտն ասած, շատ եթե մեղմ արտահայտվեմ, տարակուսանքի մեջ եմ հայտնվել եւ մասնավորապես այն, որ այդ անթույլատրելի ձևակերպումը արվել է մեկ այլ անձի թիրախավորելու շրջանակներում։ Հիմա որևէ մեկս չի խոսում այն մասին, մենք քննարկում ենք կոնկրետ վարքագիծ, մենք քննարկում ենք կոնկրետ վարքագիծ եւ ես այդ վարքագծի վերաբերյալ պարոն Մինասյան իմ դիրքորոշումը հայտնում եմ, այդ վարքագիծը ինձ համար անընդունելի է, անկախ նրանից, թե այդ վարքագիծը ում կողմից է դրսևորվել, անկախ նրանից դա եղել է իմ գործընկերը, թե մեկ այլ անձ, որը գործընկեր չէ, մի խոսքով, ես կուզեի նաև, որ մենք այլ անձանց իրավունքների մասին չմոռանանք եւ այլ անձանց թիրախավորումների մասին չմոռանանք, նույնիսկ եթե այդտեղ փորձում ենք ինչ-որ բան, հա, կրոնական բաներ, սատանա, եսիմ ինչ եւ այլն։ Ինչևէ, էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին, բազմիցս են եղել այն դեպքերը, երբ պատգամավոր, թե իշխանական, թե ընդդիմադիր դրսևորել է վարք, որը առնվազն առերևույթ էթիկայի նորմերի խախտում է։ Եվ որևէ դեպքով մենք չենք ստեղծել, եւ հիմա այստեղ կամ արդարացնելու կամ մեղադրելու բանով չեմ ասում, չենք ստեղծել, ինչու չենք ստեղծել, որովհետեւ համարել ենք, որ երբ յուրաքանչյուր հարցով ազգային ժողովը անում է քննարկում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, թե ոչ, արդեն իսկ դա կարելի ասել կնիք է դնում այն հանգամանքի վրա, որ այդ խախտումը տեղի է ունեցել եւ համարել ենք, որ դա հարցի ավելորդ եւ բոլորովին անտեղին քաղաքականացում է եւ քանի որ առ այսօր չի ստեղծվել դա, այս անգամ էլ կարծում եմ, որ մեջների կյաժը պարոն Քոչարյանը չէր, որ կրկնելով, որ անթույլատրելի վարքագիծ է թույլ տվել իմ խորին համոզմամբ։ Այսքանը ես հույս ունեմ, որ այս քննարկումը, որ ինձ մոտ տպավորություն է ստեղծում եւ նաեւ նախորդիվ ունեցած պարոն Մինասյան, ձեզ հետ մեր քննարկումները ինձ մոտ տպավորություն են ստեղծել, որ կա այդ
ընկալումը, որ ազգային ժողովին պետք է հանձնաժողով էթիկայի եւ այն հույսը, որ այդ էթիկայի հանձնաժողովը մշտական հիմունքներով կգործի, կարելի է ասել падգամավորին, որ առանձնապես այս պահին իրան զսպված չի զգում, զսպաշապիկ վատ բան եմ չի ասում, մի հատ ինձ ընդհատեք, զսպաշապիկ կհագցնի։ Բայց վիրավորանք չի պարունակում, կարող եք օգտագործեք։ Մշտական շարժիչ լավ, ժամանակավոր, որովհետև օրենսդրությունը այդպես է պահանջում, բայց իրավական առումով ժամանակավոր, բնույթով մշտական հանձնաժողով եւ դա զսպող ի սկզբանե զսպող ազդեցություն կունենա յուրաքանչյուր падգամավորի համար եւ նաեւ ասեմ, որ մայիսի վերջում մենք ունենալու ենք հերթական քննարկում այդ փաթեթների, հրավերը բոլորիդ կուղարկվի եւ այդ քննարկման շրջանակներում նաեւ այդ ձեր ասած փորձարկումը տեղի ունենա, որովհետեւ նաեւ ԵԱՀԿ մեզ համար պատրաստում է նաեւ սիմուլյացիոն խաղ, այսպես ասած, որի ժամանակ մենք նաեւ հնարավորություն կունենանք գործող ես առաջարկել եմ մտցնել падգամավորի հենց կարող ենք անուննել, մենք այնտեղ նաև հնարավորություն կունենանք արդեն նոր գրված կարգավորումները փորձարկել, հասկանալ ինչպես է աշխատում եւ ես շատ մեծ հույս եմ հայտնում, որ դուք հարգելի գործընկերներ, մեզ հետ արդեն միասնաբար համաձայնեցված նախագծերը կհամահեղինակեք եւ ազգային ժողովը միասնաբար քաղաքական կամք կդրսևորի էթիկայի հանձնաժողով ստեղծելու։ Այսքանը շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։